շուրջ 186 միլիոն դրամի հափշտակություն բուժհաստատությունից խաղադրույքներ կատարելու համար։ Մեղադրյալի աթոռին Վեդու բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արամայիս Գրիգորյանն ու գլխավոր հաշվապահն են։ Հակակոռուպցիոն կոմիտեում 2026 թվականի փետրվարին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Անձի նկատմամբ հանրային հետապնդում էր հարուցվել այն արարքի համար, մասնավորապես, որ հանդիսանալով բժշկական կենտրոնի տնօրեն իր լիազորությունները, իր տարօրական լիազորությունները օգտագործելով գլխավոր հաշվապահի օժանդակությամբ ընկերության հաշիվներին արկա դրամական միջոցները փոխանցել էր, դրանք նաև հաստատվել էին հաշվապահի կողմից փոխանցել էր իր անձնական հաշիվների, բանկային հաշիվների փոխանցելուց հետո նաև փոխանցվել էին տարբեր բուկմեյքերական ընկերությունների խաղային հաշիվներին եւ այդ եղանակով կատարել էր յուրացում։ Քննիչի խոսքով հափշտակությունները կատարվել են 2023 թվականի փետրվարից մինչև 2026 թվականի փետրվարը եւ կրել են պարբերական բնույթ։ Գրեթե ամեն ամիս բժշկական կենտրոնի հաշվեհամարներից գումարներ են փոխանցվել տնօրենի անձնական հաշիվներին, իսկ վերջին շրջանում փոխանցումների չափերն ավելի մեծ են եղել։ Մասնավորապես պարզվել է, որ մեկ բուկմեյքերական խաղային հաշվին կատարված խաղադրույքների ընդհանուր շրջանառության թիվը 1 միլիարդ դրամը գերազանցում էր։ Իրականացված զննություններով բանկային գաղտնիքների ուսումնասիրությամբ վեր են հանվել բոլոր այդ տվյալները, ներառվել են քրեական վարույթի ապացույցների զանգվածում եւ այդ հիմքով նախաքննության ընթացքում հանրային հետապնդում էր հարուցվել տնօրենի նկատմամբ, այդ թվում հաշվապահի նկատմամբ օժանդակություն ցուցաբերելու համար։ Նախաքննության պարզվել է, որ նախկին տնօրենի հափշտակած գումարի չափը կազմել է ավելի քան 185 միլիոն 971 հազար դրամ։ Այսպիսով Արամայիս Գրիգորյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար։ Արամայիս Գրիգորյանը պաշտոնավարել է 2007 թվականից սկսած, վերջինս 2026 թվականի փետրվար 9-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով ազատվել է զբաղեցված պաշտոնից։ Արամայիս Գրիգորյանի պաշտպան Վլադիմիր Հովհաննիսյանը լուրերի հետ զրույցում նշեց, որ իր վստահորդը դեռևս վարույթի սկզբնական փուլում ընդունել է իրեն վերագրվող արարքը։ Պաշտպանի խոսքով նախկին տնօրենը պատճառած վնասի մեծ մասը, շուրջ 110 միլիոն դրամը վերականգնել է եւ շարունակում է քայլեր ձեռնարկել մնացած գումարը վերականգնելու ուղղությամբ։ Նախաքննության սկզբնական փուլում Արամայիս Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, որը հետագայում փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Ներկայում քրեական վարույթը հակակոռուպցիոն դատարանում դատաքննության փուլում է։ Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։